Տեր իմ Աստված, ամենակարող և սիրող Հայր, ես քո առջև եմ գալիս խոնարհ սրտով, իմ հույսը ամբողջությամբ քեզ վրա դնելով։ Դու ես իմ աղբյուրը, դու ես իմ ամեն բարի պարգևի Տերն ու շնորհաբաշխողը։ Այսօր ես իմ բոլոր սպասելիքները քեզ եմ հանձնում, գիտակցելով, որ մարդիկ կարող են հիասթափեցնել, բայց դու երբեք չես ձախողում։ Տեր, քո խոսքն ասում է. մի ապավինիր մարդկանց իշխանությանը, քանզի նրանք փրկություն չեն կարող տալ։ Ես խոստովանում եմ, որ շատ անգամ փորձել եմ մարդկանց վրա ակնկալելով, որ նրանք ուրախություն ու խաղաղություն կբերեն իմ կյանք։ Սակայն ես հասկանում եմ, որ միայն դու ես ապահովության, խաղաղության և ճշմարիտ օրհնության աղբյուրը։ Հայր, սովորեցրու ինձ վստահել քեզ բոլոր իրավիճակներում։ Երբ ես ինչ-որ բանի կարիք եմ ունենում, թող առաջինը դեպի քեզ վեր բարձրացնեմ իմ հայացքը, այլ ոչ թե մարդկանց օգնությունը փնտրեմ։ Երբ անհանգիստ եմ, թող իմ հոգին հանգստություն գտնի քո խոստումներում, այլ ոչ թե մարդկային խոսքերի մեջ։ Դու ես իմ աղբյուրը, և ես ցանկանում եմ միշտ քեզնից ստանալ իմ հարցերի պատասխանները, և ոչ թե ուրիշներից։ Տեր, ես հավատում եմ, որ ամեն բարիք, որ իմ կյանքում կա, քեզնից է։ Ամեն բարի պարգև և կատարյալ նվեր իջնում է վերևից, լույսի հորից։ Ես չեմ ուզում բավարարվել այն բաներով, որոնք աշխարհն է առաջարկում, երբ քո օրհնությունները շատ ավելի կատարյալ ու հարատև են։ Դու գիտես, թե ինչն է ինձ համար լավագույնը, և դու տալիս ես այն ճիշտ պահին։ Տեր, ես երբեմն անհամբեր եմ լինում և ուզում եմ, որ իմ աղոթքներին արագ պատասխան տաս, բայց հասկանում եմ, որ քո ժամանակը կատարյալ է։ Սպասիր Տիրոջը, քաջացիր և թող քո սիրտը զորանա։ Այո, սպասիր Տիրոջը։ Տուր ինձ համբերություն քո ժամանակին սպասելու, որպեսզի չշտապեմ, չհուսահատեմ կամ չընկնեմ այն ուղին, որը դու չես նախատեսել ինձ համար։ Հիսուս, երբեմն ես հիասթափվում եմ, երբ իմ ցանկությունները չեն կատարվում, բայց ես ուզում եմ հիշել, որ դու ավելի լավ բաներ ես նախապատրաստում ինձ համար։ Ես գիտեմ այն մտքերը, որ խորհում եմ ձեր մասին, ասում է Տերը։ Դրանք խաղաղության մտքեր են և ոչ թե չարիքի, որպեսզի ձեզ տամ ապագա և հույս։ Ես հավատում եմ, որ եթե դու ինչ-որ բան չես տալիս ինձ հիմա, ուրեմն դա իմ բարիքի համար է։ Օգնիր ինձ վստահել քո ծրագրին։ Տեր, ես գիտեմ, որ երբ սպասում եմ քեզնից, ես պետք է պատրաստ լինեմ ընդունել քո պատասխանները, նույնիսկ եթե դրանք չհամապատասխանեն իմ ցանկություններին։ Երբ դու ասում ես ոչ, թող ես հասկանամ, որ դա քո սիրուց է բխում։ Երբ դու ասում ես սպասիր, թող ես համբերությամբ ընդունեմ քո կամքը։ Երբ դու ասում ես այո, թող ես գոհ սրտով ընդունեմ քո օրհնությունը և չմոռանամ, որ ամեն բարի պարգև քեզանից է գալիս։ Տեր, ես չեմ ուզում պարզապես քո օրհնությունները ստանալ, ես ուզում եմ ընդունել քո սերը։ Երբ ես լիովին ընդունում եմ քո սերը, ես դադարում եմ անհանգստանալ ապագայի մասին։ Ոչ մի բան չի կարող մեզ բաժանել Աստծո սիրուց։ Ես ուզում եմ, որ իմ սիրտը լիովին ընկալի, թե որքան խորն ու անվերջ է քո սերը, որպեսզի ես այլևս չվախենամ և չկասկածեմ։ Սովորեցրու ինձ քո սերը միայն չընդունել, այլ նաև փոխանցել ուրիշներին։ Թող իմ կյանքի նպատակը լինի սիրել այնպես, ինչպես դու ես սիրում, առանց պայմանների, առանց ակնկալիքների, առանց փոխհատուցման սպասելու։ Երբ ես կենտրոնանում եմ քո սիրո վրա, ես այլևս չեմ վազում աշխարհի անցողիկ բաների հետևից։ Տեր, ես հաճախ բախվում եմ այն վտանգին, որ սկսում եմ մարդկանցից ակնկալել այն, ինչ միայն դու կարող ես տալ։ Ես սպասում եմ, որ նրանք ինձ երջանկացնեն, բայց իրական երջանկությունը գալիս է միայն քեզնից։ Սովորեցրու ինձ փնտրել իմ բավարարությունը քո ներկայության մեջ, ոչ թե մարդկանց գնահատանքի կամ նյութական բարիքների մեջ։ Եթե ես ուրիշներից սպասում եմ սեր ու ընդունվածություն,
թող ես նախ հիշեմ, որ դու արդեն իսկ սիրում ես ինձ կատարյալ սիրով։ Եթե ես սպասում եմ աջակցություն ու օգնություն, թող որ հիշեմ, որ դու ես իմ հենարանը։ Աստված իմ ապավենն է և իմ զորությունը, նա ինձ մեծապես օգնում է նեղության մեջ։ Տեր, ես երբեմն կարող եմ ինձ միայնակ զգալ, երբ չեմ ստանում այն, ինչ ակնկալում եմ մարդկանցից, բայց ես հասկանում եմ, որ երբ քեզ հետ եմ, երբեք միայնակ չեմ։ Դու միշտ ինձ հետ ես, միշտ առաջնորդում ես, միշտ հոգ ես տանում ինձ մասին, նույնիսկ երբ ես դա չեմ նկատում։ Տեր, ես իմ ամբողջ ապագան քեզ եմ հանձնում։ Ես հավատում եմ, որ իմ կարիքները լրացնելու ես ըստ քո մեծ ողորմության։ Աստված ըստ իր փառքի հարստության պիտի լցնի ձեր բոլոր կարիքները Հիսուս Քրիստոսի միջոցով։ Ես վստահ եմ, որ ես ոչ մի բանի կարիք չեմ ունենա, որովհետև դու ինձ պարգևում ես այն, ինչ ինձ իսկապես անհրաժեշտ է։ Հիսուս, ես հռչակում եմ, որ այլևս չեմ ապավինելու մարդկանց խոստումներին, այլ միայն քո խոստումներին։ Ես ընտրում եմ իմ սիրտը լցնել ոչ թե հուսահատությամբ, այլ հավատով, ոչ թե անհամբերությամբ, այլ սպասումով, ոչ թե վախով, այլ քո հանդեպ վստահությամբ։ Սովորեցրու ինձ ապրել երախտագիտությամբ։ Թող ես չկենտրոնանամ այն բաների վրա, որոնք դեռ չեմ ստացել, այլ շնորհակալ լինեմ այն ամենի համար, ինչ դու արդեն իսկ տվել ես ինձ։ Ես այսօր շնորհակալություն եմ հայտնում քեզ իմ կյանքի համար, իմ առողջության համար, իմ ընտանիքի համար, իմ ունեցած բոլոր օրհնությունների համար։ Ես երախտապարտ եմ, որ դու միշտ իմ կողքին ես, նույնիսկ երբ ես չգիտեմ, թե ինչ է լինելու հետո։ Տեր, իմ հույսը դնում եմ քեզ վրա, ես ընտրում եմ չհիասթափվել, այլ հավատալ, չվախենալ, այլ վստահել, չտրտմել, այլ ուրախանալ քո ներկայության մեջ։ Ես գիտեմ, որ եթե իմ սպասումը քեզնից է, ես երբեք խաբված չեմ լինի։ Հիսուսի անունով, ամեն։